Ես ինքս լսեցի, թե ոնց է Գրիշը ասում, որ մանանն իր հետ է ու իրանք հետ չեն Ի գալու։ ուզում։ Ապրես դավը, որ հետ չգնա Գրիշոյի մոտ։ Ու եթե գնացել է, ուրեմն հետ ճամփել։ Սերն երկար մնա։ Ես էլ եմ տան տղա։ Մութ ընկա, պետք է վազեմ տուն։ Վերաբերյալ ավրացա։ Համ Գրիշոն, համ իր հերժեք կամ հակուսներ չեմ խոստանում։ Բայց խոստանում եմ, որ ձեր աղջկան կսիրեմ, կհարգեմ ու կլինեմ իրան նվիրված։ Ու ամենակարևորը, կյանքից գնով է լինի կպա։ Ցավը տանը միշտ եմ նոր։ Ուտելուց առաջ հիշի, որ երեխայիդ եմ լույս աշխարհ բերելու։ Ախպեր քո բերած երեխեքից գոհ ենք այս։ Չդ հետ, բայց ոչ ինձ հետ։ Ես ամեն ինչ զգում եմ, նկատում եմ, չասես տես չի։ Մամայի հետ խոսալուց Մամ, որովհետև Գրիշը շատ վատ վիճակում էր, կամ Մանանի հետ։ Ես երկու աղբոր տղա ունեմ ու մի աղջիկ, որն է քո հարցն է։ Ես չեմ հասկանում։ Այդ երազ, որը հիշեցնում է քեզ քո անցյալը, չէ՞։ Բար սիրելի դիտողներ, բարի գալուստ թվնմ ալիք։ Այսօր մենք կքննարկենք Գոյամարտ սերիալի 125-րդ սերիան։ Այս թողարկումը լի է հուզական պահերով, անսպասելի զարգացումներով, լարված իրավիճակներով, այնպիսի իրադարձություններով, որոնք մեծ ազդեցություն են ունենում հերոսների կյանքի վրա։ Գոյամարտը այն սերիալներից է, որը կարողացել է գրավել բազմաթիվ դիտողների ուշադրությունը իր հետաքրքիր պատմությամբ, ուժեղ կերպարներով մարդկային հարաբերությունների իրական ներկայացմամբ։ Սերիալում յուրաքանչյուր կերպար ունի իր պայքարը, իր գաղտնիքները, իր նպատակները, որոնք պատմությունը դարձնում են ավելի հետաքրքիր բազմաշերտ։ 125-րդ սերիան շարունակում է նախորդ դրվագներում սկսված իրադարձությունները, ավելի է խորացնում հերոսների միջ առաջացած խնդիրները։ Այս սերիայում ուշադրության կենտրոնում են վստահությունը, ընտանիքը, պայքարը, այն դժվար որոշումները, որոնք կարող են փոխել հերոսների ապագան։ Սերիան սկսվում է լարված մթնոլորտով։ Նախորդ իրադարձությունների հետանքները դեռ զգացվում են, հերոսները փորձում են գտնել լավագույն լուծումները ստեղծված իրավիճակներում։ Յուրաքանչյուր քայլ կարող է ունենալ մեծ հետանքներ, հենց այդ անորոշությունն է պահում դիտողի հետաքրքրությունը։ Այս դրվագի ամենակարևոր կողմերից մեկը հերոսների ներքին պայքարն է։ Նրանք ոչ միայն պայքարում են արտաքին խնդիրների դեմ, այլ փորձում են հասկանալ իրենց զգացմունքները, ընդունել իրենց սխալները, ընտրել ճիշտ ճանապարհը։ Երբեմն ամենադժվար պայքարը մարդու ներսում է տեղի ունենում։ Սերիալը շատ լավ է ներկայացնում այդ գաղափարը։ 125-րդ սերիայում հարաբերությունները նույնպես անցնում են նոր փորձությունների միջով։ Որոշ կերպարներ ստիպված են վերանայել իրենց վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Նախկինում թաքցված գաղտնիքները, չասված խոսքերը սկսում են ավելի մեծ ազդեցություն ունենալ նրանց կյանքի վրա։ Սերիալի գլխավոր ուժերից մեկը նրա իրական զգացմունքային պատմությունն է։ Գոյամարտը ցույց է տալիս, որ կյանքում մարդիկ հաճախ ստիպված են լինում պայքարել ոչ միայն արտաքին դժվարությունների, այլ իրենց սեփական վախերի կասկածների դեմ։ Դերասանական խաղը 125-րդ սերիայում նույնպես առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Դերասանները կարողանում են շատ բնական կերպով փոխանցել իրենց կերպարների զգացմունքները։ Հատկապես դրամատիկ տեսարաններում նրանց կատարումը ավելի ուժեղ ազդեցություն է թողնում դիտողի վրա։ Կերպարների հայացքները, խոսքիցը գործողությունները օգնում են ավելի լավ հասկանալ նրանց ապրումները։ Դիտողը կարողանում է զգալ հերոսների ուրախությունը, ցավը, հիասթափությունը, հույսը։ Այս սերիայում ընտանեկան հարաբերությունները նույնպես կարևոր դեր ունեն։ Սերիալը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ընտանիքի աջակցությունը դժվար ժամանակներում։ Մինույն ժամանակ այն ներկայացնում է, թե ինչպես կարող են ընտանեկան խնդիրները չլուծված հարցերը ազդել մարդկանց կյանքի վրա։ 125-րդ սերիայի ընթացքում որոշ հերոսներ ստիպված են լինում ընտրություն կատարել իրենց ցանկությունների պարտականությունների մեջ։ Նրանց որոշումները ոչ միայն փոխում են իրենց կյանքը, այլ ազդում են շրջապատող մարդկանց վրա։ Սերիայի զարգացումները բավականին հետաքրքիր են։ Յուրաքանչյուր տեսարան իր նշանակությունն ունի, առաջ է տանում ընդհանուր պատմությունը։ Դիտողը մշտապես ցանկանում է իմանալ, թե ինչ կլինի հաջորդ պահին, ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այս դրվագում անսպասելի շրջադարձերը նույնպես շատ կարևոր դեր ունեն։ Երբ թվում է, թե իրավիճակը պարզ է, նոր փաստեր, իրադարձություններ փոխում են ամեն ինչ։ Այդպիսի պահերը սերիալը դարձնում են ավելի հետաքրքիր, լարված։
Նկարահանման աշխատանքները երաժշտական ձավորումը նույնպես նպաստում են սերիայի ընդհանուր ազդեցությանը։ Ճիշտ ընտրված երաժշտությունը ուժեղացնում է զգացմունքային պահերը, իսկ տեսարանների ձավորումը օգնում է ավելի լավ ընկալել պատմությունը։ 125 սերիայում նկատվում է նա հերոսների զարգացումը։ Որոշ կերպարներ սկսում են ավելի հասուն մտածել, հասկանալ իրենց գործողությունների հետանքները։ Նրանք սովորում են անցյալի սխալներից, փորձում են փոխել իրենց կյանքը։ Սերիալի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն փոխվելու, նոր ճանապարհ սկսելու։ Անցյալը կարող է ազդեցություն ունենալ ներկայի վրա, բայց ապագան կախված է այն ընտրություններից, որոնք մարդը կատարում է այսօր։ Այս դրվագը նա ցույց է տալիս վստահության անկեղծության կարևորությունը։ Շատ խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ մարդիկ չեն խոսում միմյանց հետ բաց անկեղծ ծով։ Սերիալը հիշեցնում է, որ ճիշտ հաղորդակցությունը կարող է լուծել բազմաթիվ դժվարություններ։ 125 սերիան պահում է դիտողի հետաքրքրությունը մինչ վերջ։ Լարված պահերը, հուզական տեսարանները, նոր բացահայտումները ստեղծում են սպասում հաջորդ դրվագների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Գոյամարտ 125 սերիան հագեցած է դրամատիկ իրադարձություններով, ուժեղ զգացմունքներով, կարևոր զարգացումներով։ Այն շարունակում է պահպանել սերիալի հետաքրքիր պատմությունը, ավելի է խորացնում հերոսների պայքարը։ Այս դրվագը ցույց է տալիս, որ կյանքում յուրաքանչյուր մարդ ունի իր պայքարը, երբեմն հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է մեծ համբերություն, ուժ, հավատ։ Սիրելի դիտողներ, եթե ձեզ դուր եկավ Գոյամարտ սերիա 125, այս ակնարկը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանությամբ։